Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնահամալիրի տարածքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։ Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը մոտ ժամանակներս կբերեն զգալի գնաճի։ Այս մասին հայտնել է ամերիկյան դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը։ Այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում տոկոսադրույքները չնվազեցնելու որոշման մեկնաբանության շրջանակում։ Փաուելի խոսքով գների աճը սպասվում է արդեն այս ամռանը։ Ի վերջո մաքսատուրքերի դիմաց ստիպված կլինեն վճարել և այդ ծախսերի մի մասը կընկնի վերջնական սպառողի վրա, ընդգծել է նա։ Գնաճի ցուցանիշի մի փոքր աճի մասին նշված է նաև ՖԵԴ-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է նիստի արդյունքներով։ Այդ նիստում որոշում է ընդունվել պահպանել հաշվարկային տոկոսադրույքը տարեկան 4,5%-ից 4,5%-ի սահմաններում։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում ԴԵԱԳ-ԱՍՊ-ին պատկանող կաթ 3,2% արտադրատեսակի նմուշը կրկնակի ուսումնասիրվել է լաբորատոր պայմաններում։ Արձանագրվել է, որ արտադրատեսակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին։ Հաշվի առնելով փորձաքննության դրական արդյունքները և խախտումների վերացման փաստը, ԴԵԱԳ-ԱՍՊ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։